Ողջույն բոլորին, այսօրվա մեր հաղորդման ընթացքում կխոսենք հույզերի մասին։ Ինչ է հույզը, տեսակները, կառավարման ձևերը կամ արդյոք արժե կառավարել, թե ոչ։ Արմինե, ողջույն, կպատմես մեզ հույզի մասին։ Ինչ է հույզը առհասարակ։ Լիլիթ, նախ կարծում եմ իսկապես շատ կարևոր թեմա ենք ընտրել այսօրվա մեր զրույցին, քանի որ շատերից ենք մենք լսում, ինչպես կարող ենք կառավարել մեր հույզերը, ինչպես անել, որ հուզական չլինենք, էմոցիոնալ չլինենք, բայց այո, շատ կարևոր է սկսել նրանից, թե ինչ է առհասարակ հույզը, հա։ Հույզը դա որևէ իրավիճակում մեր դրսևորած ապրումն է։ Ինչպես ենք մենք այն դրսևորում, սա արդեն խոսում է մեր տարբեր հուզական դրսևորումների մասին։ Սակայն նախքան անդրադառնալը ինչպես է այդ հույզը դրսևորվում, սկսենք նրանից, որ մարդկանց նյարդային համակարգը լինում է երկու տեսակ՝ տագնապային եւ արգելակող։ Տագնապային նյարդային համակարգ ունեցող անձը ուզում է ցանկացած իրավիճակում վերահսկել, ցանկացած իրավիճակ վերահսկել, նաև իհարկե վերահսկել իր էմոցիաները, իսկ արգելակող նյարդային համակարգ ունեցողը փորձում է բաց թողնել իրավիճակը եւ այդ իրավիճակին համապատասխան հույզը։ Օրինակ, այսպես շատ տիպիկ օրինակ է ինքնաթիռը, երբ տագնապային նյարդային համակարգ ունեցողը ինքնաթիռում ուզում է նույնիսկ օդում վերահսկել իրավիճակը, իսկ արգելակող նյարդային համակարգ ունեցողը թողնում է, դե ինչ կլինի, կլինի, նույնիսկ եթե պետք է ընկնենք, դա իմ վերահսկողության տիրույթում չի գտնվում, հա։ Եվ մեր հուզական դրսևորումները դրսևորվում են հենց այս երկու նյարդային համակարգերից։ Շատ լավ, այսինքն կարող ենք ենթադրել, որ հույզը հենց մեր զգացողությունն է։ Այո։ Այն պահին, թե ինչ ենք զգում։ Այո։ Եվ կարող ենք նույն իրավիճակում տարբեր զգացողություններ ունենալ։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, իհարկե, եւ դրսևորման տարբեր ձևեր, նաեւ կյանքի տարբեր փուլերում, տարբեր տարիքային փուլերում մենք ունենք դրսևորման տարբերություններ եւ մենք խոսել ենք նաեւ հուզական ինտելեկտի մասին, թե ինչպես է մարդը իր կյանքի ընթացքում զարգանում եւ այո, եւ դրա արդյունքում իհարկե մեր դրսևորման ձևերն էլ փոխվում են։ Արմինե, իսկ կասես հույզը ինչպես է ձևավորվում մանկուց, արդյոք ազդում են մեր վրա միջավայրը, արդյոք կապ ունի մեր գենետիկ համակարգը, արդյոք մշակութային որևէ բնույթ է կրում։ Այո, իհարկե, միանշանակ, ինչպես սկսեցինք, մենք արդեն իսկ ծնվում ենք որոշակի նախատրամադրվածությամբ, հա, կլինենք ավելի, ինչպես նշեցի, նյարդային համակարգերի տարբերությունը, նաև մենք իհարկե ունենք գենետիկ ֆոն արդեն, հա, ժառանգած, որ շատ ենք չէ լսում, որ ասում են, այ իր հոր պես տաքարյուն է, մոր պես էմոցիոնալ է, այս արտահայտություններն էլ հենց հիմք է նրան, որ այո, ժառանգական ֆակտոր գոյություն ունի, բայց չպետք է մենք մոռանանք, որ անձնային աճը, մարդու կյանքի անցած ուղիները, տրավմաները, այս ամենը բոլորը նպաստում են նրան, որ պարբերաբար քո դրսևորման ձևերը եւ հույզերի արտահայտման ձևերը կարող են շատ փոխվել։ Մշակույթը, դաստիարակությունը սրանք շատ կարևոր դետալներ են, թե ինչպես մենք մեր հույզը կարող ենք արտահայտել, որովհետեւ գոյություն ունի նաեւ էթնիկ միջավայր, երբ մենք նշում ենք, չէ, որ մենք հայերս իտալացիների նման տաքարյուն ենք, չգիտեմ, այս ասիական ժողովուրդը ավելի սառնարյուն է եւ այլն, սա հենց խոսում է մշակութային դրսևորումների մասին եւ չպետք է մենք դրանից շատ հեռվանանք, որովհետեւ դա մի բան է, որը մեզ մոտ այսպես դարեդար եկել է։ Այսինքն փոխել հնարավոր չէ։ Փոխել ոչ թե փոխել, այլ այսպես մենք փոխել բառը հոգեբաներս այդքան շատ չենք սիրում, դրա փոխարեն օգտագործում ենք բացահայտել բառը, երբ դու կարող ես քեզ բացահայտել, որ դու կարող ես ոչ այդքան լինել գերզգայուն, այլ հղկվես, շտկես քո էմոցիոնալ ֆոնը եւ ունես մի փոքր այլ։ Իսկ արդյոք այստեղ կարևոր դեր չունի, թե ինչու ենք մենք զգում այդ հույզը, երբ որ մարդը փորձում է հասկանալ
կամ գուցե չեն էլ փորձում, հաճախ ինչ որ իրավիճակներում այդ գիտակցումը չի գալիս, չէ, ինչու ենք մենք վատ կամ լավ, տխուր, ուրախ, եւ շեշտը դրվում է միայն հույզի վրա։ Ինչ եք դուք որպես հոգեբանները, հա, որպես այդպեսին ինչ են խորհուրդ տալիս, որ հույզի վրա շեշտը դնել, թե պատճառների վրա շեշտը դնել։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է առհասարակ հասկանալ, որտեղից է հույզը գալիս, որովհետև հույզը նախ պետք է հասկանալ իր պատճառը, ինչի արդյունքում մենք դրսևորեցինք այդ հույզը, այսպես տրիգեր ասվածը, ազդակ, հա, երբ մենք կարող ենք ինչ-որ միջավայրում, ինչ-որ իրավիճակում ոչ ներկա իրավիճակին համապատասխան լինել, օրինակ ավելի ջղայն, պետք է հասկանալ խնդիրը տվյալ պահի մեջ է, թե տվյալ իրավիճակում կար մի դետալ, իրավիճակ, դա նույնիսկ կարող է լինել ինչ-որ համ, հոտ, ինչ-որ հիշողություն արթնացրեց, որի արդյունքում դա ասոցացվեց քո նախկին ջղայնության դրվագի հետ, եւ դու հիմա ջղայն ես։ Այսինքն, այստեղից ինչ կարող ենք հետեւություն անել, որ վերլուծելը քո այդ պահի հոգեվիճակը, ինչու դու ունեցար այս ապրումը եւ ինչի արդյունքում, քեզ կօգնի ավելի լավ ճանաչել ինքդ քեզ եւ քո հույզը, եւ հետեւաբար իրեն կառավարելը շատ ավելի հեշտ կլինի։ Այսինքն Արմինե ջան, կարող են ասել, որ այս դեպքում նման իրավիճակներում մենք պրոյեկտում ենք մեր ապրած նախկին փորձի, մեր տարբեր այլ իրավիճակների հույզերը ներկայի իրավիճակի վրա։ Եվ այստեղ զգում ենք անհամապատասխան հույզ։ Կուզենայի խոսեիր այդ հույզի եւ իրավիճակի համապատասխանության մասին։ Այո, Լիլիթ, պրոյեկցիա երևույթը, որը շատ է մեր առօրյայում, բոլորս այդ պրոյեկցիա երևույթի մեջ այսպես պարբերաբար լինում ենք, սա նաև բացատրենք որն է պրոյեկցիան։ Պրոյեկցիան, երբ որ դու ունես ինչ-որ իրավիճակների նկատմամբ վերաբերմունք, դիրքորոշում, դա քո զգացածն է, բայց դու դա դիմացինի վրա ես պրոյեկտում եւ մտածում ես, որ դիմացին է այդպես մտածում։ Օրինակ, դու ունես լարվածություն ինչ-որ մեկի նկատմամբ, տեղի կամ անտեղի, սա հարցի երկրորդական կողմն է, եւ քեզ մոտ առաջանում է զգացողություն, որ դիմացինը ունի լարվածություն քո նկատմամբ, այս սա պրոյեկցիան է, որ դու քո հույզը պրոյեկտեցիր նրա վրա։ Այո, սա շատ կարևոր է եւ իմ նախկին ասածը դրան էր վերաբերում, որ վերլուծությունը անել այս իրավիճակում, ինչու եմ ես այս էմոցիան, այս հույզը զգում, շատ կարևոր է, սա արդյոք իմ զգացողությունն է, թե սա իրականության հետ համապատասխանում է, որովհետեւ մենք բոլորս այսպես դրանից ապահովագրված չենք, չէ՞ որ մենք բոլորս ունենք ինչ-որ դիրքորոշումներ, մտածելակերպ, արժեքներ եւ շատ դեպքերում մենք մեր հարաբերություններն ու զգացողությունները կառուցում ենք հենց այդ դիրքորոշումների վրա։ Եվ այստեղից մեկ այլ կարևոր կետի եմ ուզում գալ, որը կարծում նաև կօգնի բոլորին ավելի կառավարելի սարքել իրենց հույզերը դիմացինի նկատմամբ, երբ մենք խոսում ենք ինչ-որ հուզական հարաբերությունների մասին, այստեղ կարևոր է հասկանալ, սա իմ անձին էր ուղղված, թե սա ընդհանուր դիրքորոշում էր, որը նաև այսպես պրոյեկտվեց իմ վրա։ Օրինակ, ենթադրենք ինչ որ մեկը ունի դիրքորոշում եւ պատկերացում, որ կարճ հագնվելը դա վատ վարքագծի նշաններից մեկն է։ Եվ դու հագնում ես կարճ, բայց իհարկե ոչ վատ վարքագիծ ունես, ոչ մի բան։ Եվ լսում ես ինչ որ մեկնաբանություն այդ մարդուց, որ այ դու էսպիսինն ես, հա։ Այստեղ պետք է հասկանալ, սա հենց ինձ էր ուղղված, թե սա ընդհանուր է, եւ եթե մենք հասկանանք, որ շատ դեպքերում մենք չպետք է անձնավորենք, սա շատ կօգնի մեզ հարաբերությունները կառուցել ավելի առողջ եւ նաեւ լինել էմոցիոնալ առումով ավելի կայուն։ Փորձենք հասկանալ երևի, որ այնինչ կատարվում է, դա դիմացինի մասին է։ Այո։ Հա, իր հույզերի, իր պրոյեկցիաների, իր դիրքորոշումների մասին է եւ կարելի է այստեղ ունենալ հստակ անձնային սահման, որտեղ դու տարբերակում ես քո արած գործողություններն ու հետևանքները եւ դիմացինի գնահատականները։ Այո, գնահատականը միշտ գնահատական տվողի մասին է։ Մեծամասամբ այո, եւ այո, հենց դրա մասին ենք խոսում, որ շատ կարեւոր է հասկանալ արդյոք դիմացինի վերաբերմունքը եւ այդ վերաբերմունքից եկող նաեւ հուզական ազդակները, հա, անմիջապես իմ անձին էր ուղված, թե իմ փոխարեն ով է լինել, օրինակ նույն վերաբերմունքն է լինելու։ Եվ սրա այսպես ամենատարածված օրինակը նա է, որ մենք մեր հուզական
հուզական ապրումները միշտ ինքը այսպես շրջապտույտի մեջ է, չէ, գտնվում։ Օրինակ, եթե դու քո ծնողից սեր ստացար, դու կարողանում ես այդ սերը երեխային տալ, եթե չստացար, դա կարա, եթե դու վերամշակման, այսպես ասած, չենթարկես ինքդ քեզ, սա կարող ես փոխանցել քո երեխային, եւ այս շրջապտույտի մեջ չմտնելու համար շատ կարևոր է ունենալ անձնային սահման եւ հասկանալ, սա իմն էր, ինձ տված իսկապես օբյեկտիվ գնահատական էր, թե սա հենց գնահատական տվողի մասին էր։ Արի հետևորդներին տեղեկացնենք նաև, որ պրոյեկցիան անգիտակցական պաշտպանական մեխանիզմ է եւ հետեւաբար բոլորիս մոտ այն արկա է եւ սեփական ընտրությունն է արդեն ինքնավերլուծությունը եւ անձնային աճ ապրելը։ Ես կուզենայի խոսեինք տղամարդկանց եւ կանանց հույզերի ապրման տարբերությունների մասին։ Արմինե, կա այսպիսի բան։ Այո, իհարկե կա, որովհետև կինը եւ տղամարդը ոչ միայն իրենց ֆիզիկական, այսպես ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են տարբերվում, այլ նաեւ հոգեկերտվածքով, հոգեդաստիարակությամբ եւ հենց պետք է սկսել այստեղից, որ մենք շատ տարբերակում ունենք տղա երեխաների եւ աղջիկ երեխաների դաստիարակության մեթոդների մեջ, առավել հույզերի արտահայտման։ Իսկ դա լավ է։ Կարծում եմ ոչ, որովհետև պետք է նախ ընդունել, որ յուրաքանչյուր մարդ անկախ իր սեռից իրավունք ունի իր հույզերը արտահայտել։ Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել որոշակի սեռային առանձնահատկություններ, չենք կարող ասել, որ բացառապես նույնն է, բայց ոչ այնքան տարբերակված, ինչպես օրինակ Հայաստանում է, չէ՞, որ մենք ինչքան լսում ենք, երբ որ տղա երեխան, իսկ 2 տարեկան տղա երեխան լացում է, այո, չի կարելի, դու հողզիկ չես, տղաները պետք է այսպեսին լինեն, այ ուժեղ տղան չլացող իր էմոցիան չարտահայտող կերպարն է, բայց իհարկե սա մենք գիտենք հետագայում ինչպիսի հետևանքների պետք է բերի եւ առհասարակ դաստիարակության փուլում ծնողի կարևորագույն դաստիարակման ձևերից պետք է լինի երեխային ցույց տալ ինչպես ճիշտ արտահայտել իր էմոցիաները եւ որ իրավիճակում ինչպես, այլ ոչ թե զսպել, չլացել, չհուզվել եւ այլն։ Այստեղ գալիս ենք այն մտքին, որ ծնող դառնալուց առաջ պետք է կարողանալ պատրաստվել դրան, սեփական հույզերը ճանաչել եւ նոր դա փոխանցել երեխային։ Իսկ ինչի է հանգեցնում այդ հույզերի ճնշվածությունը կամ արգելակումը։ Իհարկե մենք պետք է հիշենք զսպանակի կանոնը, որ մեր հոգեկանը ունի, հույզը գնում է դեպի ներս եւ ինքը պետք է նաեւ դուրս գա։ Պետք է ինչ-որ ձևով դա դուրս գա, թե ինչպես դա մենք ենք արդեն ընտրում, որոշում եւ այլն, հա։ Եվ այստեղ մենք պետք է մի շատ կարեւոր կանոն հիշեցնենք մեր հետևորդներին, որ ճնշելը կառավարելը չէ։ Այսինքն արի կրկնենք այս արտահայտությունը, որ հույզերը ճնշելը երբեք հույզերը կառավարելը չէ։ Այո, եւ հույզերի կառավարման լավագույն մեթոդը չէ։ Այստեղ շատ կարևոր է նաև հիշել, որ պետք է իրավիճակին համապատասխան էմոցիան ապրել, օրինակ, մենք ինչ-որ դժբախտ պատահարների դեպքերի ժամանակ շատ լսում ենք, չէ, այսպես չակերտավոր ապրումակցող, իբրև թե ապրումակցող արտահայտություններ, դու պետք է շատ ուժեղ լինես, մի լացի եւ այլն։ Սա սխալ է։ Եթե մարդը դժբախտության մեջ է, մարդը պետք է լացի, եթե դա իր արտահայտման ձևն է, պետք է տխրի։ Եվ շատ այսա ոչ թե ճնշելը, որ չէ ես չպետքա լացեմ, ես պետքա ուժեղ լինեմ եւ առաջ գնամ, սա ցավոք լավագույն ձևը չի եւ պետք է հասկանանք, որ մեր հոգեկանը եւ մարմինը իրար հետ շատ կապակցված են եւ այս երկու համակարգը հոգեսոմատիկան շատ ուժեղ է աշխատում։ Դու հույզդ չես արտահայտի, կարտահայտի մարմինդ, օրինակ, չգիտեմ, ճնշման տատանումով, սրտխփոցներով, գլխացավով։ Ինչպես ասում են, չկա ֆիզիկական առողջություն առանց հոգեկան առողջության եւ չկա հոգեկան առողջություն առանց ֆիզիկական առողջության։ Այսպես նաեւ մեզ դիմում են, չէ, որպես այցելուներ այն հարցով, որ տեղի է ունեցել այս իրավիճակը, ես ուզում եմ արագ հաղթահարեմ։ Այո։ Հնարավորինս արագ ուզում եմ դուրս գամ այդ վիճակից։ Եվ մեր հարցը այն է, որ կարողանանք լինել կողքին ու ապրել այդ բոլոր հույզերը, թույլ տալ, որ հոգեկանը ապրի այդ բոլոր հույզերը, որ նոր կհանգեցնի ինչ-որ անձնային աճ ապրած process-ի։
Սրա մասին է խոսքը։ Այո, որովհետև դու պետք է ինչ-որ էմոցիաներ կյանքում անպայման ապրես։ Եւ դա նորմալ է։ Արի փոխանցենք մեր հետևորդներին, որ թե տխրությունը, թե ջղայնությունը բոլորը հույզեր են եւ դրանց ապրելու իրավունքը ունես եւ դա նորմալ է, բայց հույզերը կառավարելը եւ դա օգտագործելը կարեւոր է։ Այո, եւ սա շատ կօգնի քեզ ավելի համակարգված ունենալ այդ ապրումները, որովհետեւ իրականում այսպիսի մի բան կա, մենք միշտ ուզում ենք լավ լինենք, մենք միշտ ուզում ենք ուրախ լինենք, երջանիկ լինենք, բայց ինչպես ուրախությունը, այդպես էլ տխրությունը հոգեկանի տեսակետից սրանք շատ հավասար հույզեր են եւ հոգեկանը ինչպես կարող է ուրախանալ, այնպես էլ կարող է տխրել։ Ինչքան դու քեզ այդ իրավունքը չես տալիս, այդքան ինքը ինչ որ ձևով պետք է շատ արագ ինչ որ տեղից դուրս գա։ Եվ ինչպես դուրս կգա, մենք չգիտենք։ Իսկ հույզը ապրելու դեպքում դու գոնե գիտես, որ ինքը հենց ուղիղ տխրության ձևաչափով կարող է դուրս գալ։ Արմինե, օրինակ, հաճախ դիմում են այսպիսի հայցով, մտքով, որ ես անզուսպ լացում եմ։ Տարբեր իրավիճակներում տեղի անտեղի լացելու ցանկություն ունեմ։ Այս կոնտեքստում կարող ենք ենթադրել, որ այստեղ կան չիրացված կամ չապրված հույզեր, զգացմունքներ, որոնք որ այնքան են կուտակվել, որ տեղի անտեղի արտահայտվում են։ Թե սա օրինակ նյարդային համակարգի առանձնահատկություն է, ինչի մասին է։ Կարծում եմ միանշանակ առաջին տարբերակն է, որովհետև որպես կանոն, կարծում դու էլ որպես հոգեբան կփաստես իմ ասածը, որ հենց այդ էմոցիոնալ լինելը մարդկանց կյանքում լինում է այն իրավիճակում, որտեղ որ կարծես թե իրենք խնդիր չունեն, բայց հենց այդ իրավիճակում իրենց մոտ սկսում են տագնապներ, սկսում են հուզական շատ լուրջ դրսևորումներ, հա, ու հոգեբանը հենց գալիս է ասում է, գիտեք, բայց կյանքի այս փուլում կարծես թե ես տենց շատ լուրջ խնդիր չունեմ։ Օրինակ, եթե լներ 3 տարի առաջ ես կասեի լավ, գոնե այն ժամանակ կար ինչ-որ մի խնդիր։ Սա հենց այն է, որ հոգեկանը թուլանում է եւ արդեն սկսում է դրսևորման փուլը, որովհետեւ դու ճիշտ իրավիճակում ճիշտ հույզ չես դրսևորել, իսկ հիմա հոգեկանը այսքերպ այսպես բեռնաթափվում է։ Եվ այստեղ պետք է սովորեցնել, որ իրավիճակին համապատասխան հույզը պետք է նկատել եւ դրսևորել։ Շատ լավ, իսկ որոնք են դրական կողմերը, լավ, որոնք են հույզերը ցույց տալու, արտահայտելու եւ հասկանալու դրական կողմերը, բացի նրանից, որ որոշակիորեն ֆիզիկական առողջություն ենք ապահովում դրանով, հա, չնպաստելով, որ որոշակի խնդիրներ առաջանան, բացի նրանից, որ գալիս է նաեւ այդ ներդաշնակությունը հոգեկանում, երբ որ հույզերն ապրված են, հաղթահարված են, ունի արդյոք էլի դրական կողմեր, երբ որ դու ճանաչում ես քո հույզը եւ կարողանում ես կառավարել այն։ Ես Լիլիթ քո ասածը կեզրափակեմ այն կերպ, որ մեր հասարակությունում այսպես էմոցիոնալ մարդկանց, ինչպես ասում են, հա, հուզական մարդկանց ավելի պիտակավորում են, որ այ դու շատ հուզական ես, դու էմոցիոնալ ես եւ այլն, եւ սա կարծես թե դիտարկվում է բացասական կոնտեքստում, բայց սա այդքան էլ այդպես չէ։ Եթե դու աշխարհը տեսնում ես եւ զգում ես, եւ լավ եւ վատ իմաստով, սա քեզ ապահովում է ավելի լավ հոգեկան առողջություն, քան հակառակում, որ դրանք ճնշված են, չկան, որովհետեւ մարդը չի կարող հույս չունենալ։ Այլ բան ինչի դա չի դրսևորվում, իսկ X մարդու մոտ դրսևորվում է, մյուսի մոտ չի դրսևորվում, հա։ Եվ իր դրական կողմը նա է, որ այո, դու լավից էլ շատ մեծ հաճույք ես ստանում, վատն էլ իր ձևաչափով ապրում ես։ Այնպես որ զգացմունքային լինելը կարելի է այսուհետ դիտարկել որպես լավ կողմ, եթե իհարկե մենք այդ զգացմունքային լինելը կարողանում ենք ինչ որ չափով սահմանափակել եւ կառավարել։ Շատ լավ։ Արի հիշեցնենք, որ զգացմունքներ ունեն բոլորը, խորհուրդ տանք, որպեսզի հասկանան իրենց զգացմունքները բոլորը, ընդունեն եւ սովորեն հմտությունը այն կառավարելու իշահ իրենց։ Շատ լավ, շնորհակալություն Արմինե ջան զրույցի համար։ Հուսով եմ հաճելի եւ օգտակար նյութ փոխանցեցինք ձեզ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։ Մինչ հանդիպում։